Երբ շուրջ կես տարի առաջ նախաձեռնեցինք իսլամական պետություն, իրական սպառնալիքներ, այս շարքը, թեման, անկեղծ ասած, ոչ ինքս, ոչ էլ այստեղ հրավիրված մեր հյուրերից որևէ մեկը չկարողացավ կանխատեսել, որ դեպքերը զարգանալու են այսպես այս ուղղությամբ, այսպես թավագլոր եւ նրանք, ովքեր թաքուն միջամտում էին, պես ակնհայտորեն արդեն դուրս են գալու ճակատի նկատի ունեմ, ռուս-թուրքական հարաբերությունների այս սրումը, արդեն շատ ավելի անմիջական, պես արծարծվում է նաև Հայաստանի անունը, սկսած ցեղասպանության մերժման մասին բանաձև ընդունելուց Մոսկվայում, մինչև մեր հանրության եւ նաև ռուս հանրության կողմից անընդհատ Հայաստանի շահը ցեղասպանությունից մինչև Ղարաբաղի խնդիր, չգիտեմ, Բաթումի պայմանագրից մինչև Կարսի պայմանագիր, պես անընդհատ թեման դարձել է արդիական։ Ես այսօր հրավիրել եմ Արևելագետ Վարդան Ոսկանյանին եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանին պատասխանելու այս եւ սրան հարակից մի քանի հարցերի, թե իրենց կարծիքով ուր կտանեն այս զարգացումները, նախապես ասեմ շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար, խնդրեմ։ Ես այսպեսի մի բան ասեմ, եթե քաղաքագետների համար մի քիչ բարական հարցը ուրիշ կերպ է դրված եղել, էլի։ Ուրեմն կարող էր, թե չէ։ Իհարկե ամբողջը դետալավորված կանխատեսել հնարավոր չէր, բայց մի ուրիշ փաստ կա, որ ես օրինակ անձամբ քանի անգամ ասել եմ մինչև սրացումները։ Երբ Պուտինը 2007 թվականին Մյունխենում արտասանեց ճար, եւ այդ ըստ էության էլիտային, արևմտյան քաղաքական, ռազմական, դիվանագիտական էլիտայի համար հարց դրեց, որ Ռուսաստանն ունի ազգային շահեր եւ նա ինքնուրույն պետություն է եւ չի կարող այլ կերպ լինել, հարցը դրվեց։ Ուրեմն եւ իհարկե ուրեմն եւ գործը սկսվեց այստեղից 7 թվական, ես նույնիսկ հիմա կարող եմ ասել, որ երևի թե պլանավորվել են նաեւ այս գործողությունները։ Հիմա հարցը երբ սրվեց, երբ Ռուսաստանը փորձեց եւ ըստ էության ջախջախեց Բժեզինսկիի կոնցեպցիան, որ առանց Ուկրաինայի Ռուսաստան չի կարող լինել, իսկ այդ պարագայում նաեւ Ուկրաինան պիտի հակադրվի Ռուսաստանին, այստեղից եկավ այդ Ղրիմի, Սևաստոպոլի եւ ռուսական Դոնբասի հարցը, ըստ էության Դոնբասն է։ Եվ այստեղ մի ակնհայտ բան կա, որ արևմուտքը երևի թե անակնկալ էր, կարող ենք դա ենթադրել, կարող ենք չէ, բայց կանգնեց փաստի առաջ, որ Ուկրաինան մսաղացում ջախջախվեց։ Եվ դա ակնհայտ է, որ ջախջախվեց, Ռուսաստանն ավանդականորեն Սևաստոպոլին տեր եղավ, այսինքն ռազմավարական վերահսկողությունը վերցրեց իր վրա այս ամբողջ տարածաշրջանում, բայց այստեղ ասեմ նաև, որի վերաբերյալ ես հրապարակումներ ունեմ, այդպես չի որ, այսինքն ռուսական քաղաքականության համար իմ գործընկերը վստահ եմ կհաստատի, որ միշտ նեղուցների հարցը կենսական է եղել եւ հայկական հարցը միշտ ածանցյալ է եղել, գրեթե կամ եթե միշտ չասենք, այս նեղուցների հարցից։ Հիմա Սիրիան ինչ է նշանակում։ Սիրիան նշանակում է տարածք, ստրատեգիական կետի վերահսկողություն, Տարտուսում նավատորմ եւ հիմա նաեւ հրթիռների արձակումը իջեր գրականով, ըստ էության Ռուսաստանը վերահսկողության տակ վերցրեց Սևծով գնացող նավային ուղիները նեղուցներով։ Ուրեմն որ այստեղ այնքան էլ անակնկալ չի, թվում է թե այդպես է։ Մնացածը ես ավարտեմ ձեզ չարաշահելով անշուշտ։ Ինչու է հակամարտությունը այս կերպարանքն ստացավ ռուս-թուրքական, որ նաեւ ավանդական է։ Սրանց ես որպես կանոն ասում եմ ողերին բարեկամներ։ Ինչու է այդպես այս հակամարտությունը առաջացավ։ Թուրքերը ջախջախվեցին Ղրիմում դերակատարություն ունենալու համար, երկրորդ մասը եկավ, բարձ է որ Թուրքիան այդ երկար խոսում են Օսմանյան պետության հավակնությունների մասին, այստեղ Սիրիան դերակբան էր, չէ, խնդիր էր սուննիներ եւ այլն, հիմա երևի կասի մեր ընկերը, ուրեմն այստեղ էլ դուրս մղվեցին այս գործողությունից, նավթ երկրորդական դերակատարություն ունեն։ Սա այն էր, որ ես մի առաջին անգամ բան եմ ուզում ասել։ Ինձ թվում է, որ արևմուտքը, ինչպես որ ժամանակին ողջևորեց ուկրաինացիներին Ռուսաստանին դեմ հանեց, արդյունք չստացավ, այս անգամ թուրքերին ողջևորեցին եւ հանեցին Ռուսաստանին դեմ։ Եվ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ ռուս նացիոնալիստների իշխանությունն է, սա ոչ բոլշևիկներն, ոչ էլ ցարական իշխանություն
ներկայացուցիչ, սա ինտելեկտուալների, նացիոնալիստների իշխանությունը էին պատկերացումը եւ սրանք վճռական գործողություններով այսպես ասենք, հա, արևմուտքը հրեց թուրքերին ռուսական դեպի բան փակելու համար եւ այստեղ է այդ տխմար վիճակը, որ Էրդողանի պարագայով, այո, իրենք են արել, իրենք արել են, երբ ՆԱՏՕ-ում ասել էին արա կմասը։ Պարոն Ոսկանյան, հիմա նույն հարցին ասենք ձեր պատասխան լսելուց առաջ կուզեի, որ նաև հավելեք, թե ձեր ինչ եք կարծում, այնուամենայնիվ Ռուսաստան-Թուրքիա բազմապիսի տնտեսական դաշնակցության գերակայությունը, շահի գիտակցումը կհաղթի, թե կգնա շիկացման ավելի։ Գիտեք, կատարվեց, ես կարծում եմ, որ ռուսական քաղաքական էլիտայի այն հատվածը, որը վճռորոշ դերակատարություն ունի նաև այս երկրի ընդհանուր քաղաքական ուղեգծում, թույլ էր տվել մի կոպիտ սխալ, որի մասին իմիջիայլոց բազմիցս զգուշացնում էին հենց նույն ռուսական քաղաքական տարբեր շրջանակներ, դա այն էր, որ այ պարոն Շիրինյանի նշած պատմական այդ ողերին բարեկամությունը կարծես թե մոռացության էր մատնվել կամ ստորադասվել էր տնտեսական շահին։ Այլ կերպ ասած, բիզնես շահերը թվում էր, թե պետք է ստիպեին Թուրքիային եւ Ռուսաստանին ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք չեն ենթադրում այսօրվա իրավիճակը։ Իրականությունը ցույց տվեց, որ բիզնեսի վրա կառուցված քաղաքական հարաբերությունները ոչ բոլոր դեպքերում են հանգեցնում այն արդյունքների, որոնք ակնկալում են կողմերը, հատկապես եթե գործ ունենք այնպիսի պատմական մրցակիցների առնվազն կամ առավելագույնը թշնամիների հետ, ինչպիսին Ռուսաստանը եւ Թուրքիան է։ Թռուցիկ հայացքը պատմությանը ցույց պետք է տար, որ նման հարաբերությունների ակնկալիք ունենալ ըստ ինքյան արդեն սխալ է, որովհետեւ ռուսական կայսրությունը ամենաշատ պատերազմները մղել է Օսմանյան կայսրության դեմ, Թուրքիայի դեմ։ Հետևաբար այդ պատմական փորձի անտեսումը եւ լրացուցիչ փորձը կառուցել նոր տիպի հարաբերություններ տնտեսական բացառապես հիմքի վրա պետք է հանգեցներ սրան։ Հիմա ինչ վերաբերում է շիկացման պատճառներին, ինչու այս իրավիճակը ստեղծվեց, ակնհայտ էր, որ Ռուսաստանը ուղղակիորեն ներթափանցեց այն գոտի, որտեղ Էրդողանի նման, ես կասեի, շատ հաճախ անկանխատեսելի քաղաքականություն վարող անձը այդ տարածքը հռչակել էր փաստորեն Թուրքիայի անմիջական շահերի ոլորտ, հատկապես հաշվի առնելով այդ նոր օսմանականության գաղափարախոսությունը, իրականության մեջ Սիրիայի հյուսիսում ստեղծելով բուֆերային գոտի, դե ֆակտո այդպիսի բուֆերային գոտի կար, չնայած դե յուրե դրա մասին չէր խոսվում։ Կներեք, որ ընդհանրում եմ, բայց այստեղ միջանկյալ խնդրում եմ էլի մի հատ բան անենք, տեղեկություն տանք մեզ դիտողներին, այդ բուֆերային գոտին, հա, փաստորեն այդ են հատվածն ա, որտեղ, չգիտեմ, ապրում են շուրջ 2 միլիոն, հա, այդպես թուրքալեզու ժողովուրդ, որ թուրքմեն են ասում, չգիտեմ, երբեմն, դա ինչպես է ճիշտ կոչելը։ Ուրեմն մեր ավանդույթում հայերեն հայկական ավանդույթում ընդհանրապես թուրքմեն անվամբ կոչելը ըստ իս ճիշտ կլինի, իհարկե անգլերենում դրանք տարբերակվում են, թուրքոման անունով են ավելի հայտնի, եթե մենք խոսենք այդ ժողովրդի մասին հյուսիսային Սիրիայի տարածքում բնակվող այդ ժողովրդի մասին, ապա նախ թվականակը խիստ չափազանց է։ Թուրքերն չափազանցում իհարկե 2 միլիոնի մասին խոսելը անմտություն է, լավագույն գնահատականներով այդտեղ 200,000-ից ոչ ավելի թուրքմենական բնակչություն կա, լավագույն գնահատականներով, ընդ որում այդ թուրքմենները բաժանված են երկու տարբեր դավանական ուղղությունների միջև, կան թե սուննի թուրքմեններ, կան ալավի թուրքմեններ, ընդ որում ալավի թուրքմենները խանդավառությամբ, եթե կարելի է այդ բառը կիրառել, մարտնչում են Բաշար ալ-Ասադի օրինական իշխանության կողմից, եւ թուրքական պետությունը ուղղակի վաղուց օգտագործում են նման ապակայունացնող տարրերին տարբեր քաղաքական խնդիրներ լուծելու համար, դիցուք բոլորը գրեթե մոռացել են, որ օգոստոս ամսին, եթե չեմ սխալվում, օգոստոս ամսին էր դա, Թուրքիայում կայացավ Ղրիմի թաթարների այդ մեջլիսի համագումար եւ փաստացիորեն դա ուղղված էր Ղրիմում ռուսական ազդեցության թուլացմանը կամ այդ ազդեցության դեմ որոշակի հակակշիռներ ստեղծելուն, նույնը այստեղ այս թուրքմենների պարագայում է։ Իրականում այդ թուրքմեններին տրամադրվող ամբողջ զենքը, զինամթերքը, քաղաքական, տնտեսական, ռազմական օժանդակությունը իրականացվում է բացառապես Թուրքիայի կողմից եւ ոչ միայն նրանց։ Թուրք-սիրիական սահմանը ահաբեկչության սատարման ամենակարևոր միջանցքն է, անկախատեսելի եւ անկառավարելի տարածքը, որտեղից օժանդակություն են ստանում եւ ընդհակառակը իրենց ունեցած ռեսուրսները արտահանում են, ասենք օրինակ նավթային ռեսուրսները, թե իսլամական պետության զինյալները, թե այլ Ջաբհաթ ան-Նուսրան, այլ բազմապիսի խմբավորումներ, Քեսապի դեպքը ամենաակնհայտն էր, երբ թուրքական սահմանից
ուղղակի թողտվության պայմաններում այդ իսլամիստները մտան, հետո հետ քաշվեցին, հիմա էլ նույն իրավիճակն է, առանձնապես մեծ բան չի փոխվել։ Մենք անդրադառնանք մի քիչ բանը մեզ հետ, հա, կապված խնդիրներին, որովհետև ասում եմ, էլի այտենց Արարատը Պուտինը կնվիրի հեսա Հայաստանին, չգիտեմ, բազմապիսի Կարսի Բաթումի պայմանագիր չեղյալ, բայց նաև այսօր աչքովս ընկավ հավաստիության աստիճանը դեռ չեմ ստուգել, բայց ոնց որ թե թվում էր իրական, որ 7000-անոց նոր զորաբանակ են բերում, հա, ռուսական նոր զորք են բերում թուրք-հայկական սահման, ինչ որ այսօր հրամանագիր է ստորագրել նման Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը, բայց ասում եմ, դեռ պիտի ստուգել, թե որքանով էր դա հավաստի, բայց էլի այս կարգի մի քանի բաներ, որ Սիրիայից Սիրիայում տեղադրված S-400-ները ի վիճակի են, կարող են վերահսկել նաև հայ-թուրքական օդային սահմանը, այս տեսակ բաներ կա, որ մենք ուզում ենք իմանալ ուղղակի, ինչքանով ենք անմիջականորեն արդեն մեր շահերի հետ բախվում եւ ինչ դիրք եւ ինչ կեցված պիտի ընդունի մեր պետությունը եւ մեր ժողովուրդը։ Եթե ինձ է այսպես ասում, այսպես ասեմ ես, շարունակելով նաև տրամաբանությունը, այս իրադարձությունները քաղաքագիտական մի պոստուլատ հաստատեցին մեժելով լիբերալ այսպես տարածված խոսակցությունները, որ պետության համար գեոստրատեգիական շահերը շատ ավելի բարձր են, քան մնացած այլ հարցեր, որ լինում է։ Այստեղ էր մեր սխալը, բայց ոչ բոլորից սխալը։ Հիմա ասենք, դրա մեջ բան չկա։ Հիմա դրա մեջ կա ուրիշ հարց։ Հիմա մենք Ռուսաստանի հետ կապված ենք հազար մի պատմական, իրական պատմություններ թողենք եւ դաշնակցային հարաբերությունների կապերով։ Սա մեզ չի կարող, այսպես ասեմ, ոնց ասեմ, զերծ պահել որոշակի բաներից, բայց իմ տեսակետներն է, որ մենք պետք է զուստ լինենք, ժողովրդական խանդավառության տոնը հանդեսներ չկազմակերպենք, այդ որ եղել է, դրա համար նաև ինչ-որ չափով պատժվել ենք ժամանակին, այլ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ոտերին չունենալով կշռաքարեր կախված, սերեր դեպի օտարը, ինքը գործի համապատասխան ձևով, եւ ես այսպես եմ ասում, բայց ես ասում եմ իշխանություններին առաջարկ անել, այս էքստրեմալ վիճակներ, որ կարող են առաջանալ, ըստ էության ինքը այդպիսի վիճակ է, ազգային անվտանգության խորհուրդը լիարժեք պետք է աշխատի, ոչ ազգային ժողովը կարող է այդ պարագայում փոխարինել դրան եւ այլն, ինչ որ դա լավ մոդել է, արևմտյան տիպի մոդել է, այդ բանը պետք է վերականգնվի։ Հիմա կներքաշվենք, թե չէ, ներքաշվելն էսպիսի բան ունի, մենք պայմանագրային պարտավորություններ ունենք, ոչ միայն Ռուսաստանն ունի մեր հանդեպ, այլ մենք ունենք, բայց այստեղ երկու ուղում պետք է անենք, հենց նույն Ռուսաստանի ռազմական քաղաքական ղեկավարությանը, ասելով հստակ, որ մեր թիկունքը, մեջքը, այսպես ասեմ, ապահով չի, Հայաստանը արևելյան Հայաստանում հանրապետությունը ինքը սահման չունի Ադրբեջանի հետ իրական պատկերի մեջ, Արցախը ճանաչված չի եւ մեր ստրատեգիական գիծ այդ կանել բարձ չի։ Երկրորդը կա այդտեղ Ադրբեջանի իշխանության լարախաղացությունը, ում բարձ չի, որ սա պիտի լինի Թուրքիայի հետ եւ թուրք են էլ։ Չէ, Ադրբեջանին դեռ կգան։ Իրոք չեն կնում դրա։ Դեռ կգան, ուրեմն այստեղ մեր խնդիրը ի՞նչն է։ Այո, մենք մեր պարտականությունները, ես կարծում եմ, որ պիտի կատարենք դաշնակցի հանդեպ, տարբերակել չկա, բայց մենք պետք է մեր այդ արևելյան հատվածում ազատ լինենք, սա նրա հարցը չի։ Գիտակցելով երկու փաստ, ի տարբերություն մինչև 15 թվական, մենք հիմա պետություն ենք եւ ազգային իշխանություն ունենք։ Թեկուզ չենք հավանում եւ երկրորդը կա, այսօր 3-րդ, 4-րդ կարգի նախկին այս 100 տարի առաջվա Իրանի պետականությունը առաջնակարգ պետություն է, որը հավասարակշռում է վիճակը, ոչ մեր բարեկամ եւ այլնես բոլորը թողում ենք։ Ուրեմն սա նոր իրողությունները պետք է մեզ հիշեն գործողություններ։ Հիշելով որ այո չի եղել դեպ, ասում ես 13 անգամ է եղել պատերազմը Ռուսաստան-Թուրքիա իրար մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ մեծամասամբ մենք այս կամ անգամ ներքաշվել ենք այդ գործողությունների։ Ներքաշվել եւ առանձնապես չենք շահել։ Շահել, չշահել, հիմա դրա համար մենք որպեսզի դա չունենանք, այդ համապատասխան նախապատրաստական աշխատանքը պիտի լինի։ Կլինի, չի լինի, բայց մենք պետք է այդ բոլորը պետական։ Շատ լավ, ես հիշում եմ խոսքը, որով տիրում է բարձր հայքին, տիրում է ողջ այս առաջավորական Ասիային, այսինքն
5 անգամ ռուսները վերցրել են Էրզրում քաղաք 4 են ասում, ասում լինի այդպես։ 5 անգամ եւ ոչ մի անգամ չեն պայել, այսինքն ուր է հիմա Էրզրումը, այս Մի խնդիր էլ կա երկրորդում, մենք անընդհատ փորձում ենք դրսում գտնել, բայց Էրզրումի վերցնելուց հետո այդ Էրզրումի վերահսկողությունը թողնված էր մեծ ժամանակին եւ ցավոք սրտի մենք չկարողացանք դա պահել ոչ միայն Էրզրումը, այլ նաեւ Կարսը, այլ նաեւ բազմաթիվ այլ հայկական քաղաքներ։ Եվ անառիկ քաղաքներ հանձնելով ուղղակի կան։ Այս տեսանկյունից թե խանդավառ մոտեցումը ըստ իս մերժելի է, թե բոլորովին վատատեսական մոտեցումը, դրա միջին տարբերակը ամենաընդունելին է, հատկապես պետք է օգտագործել ըստ իս այն հանգամանքը, որ այդ իմ նշած համակարգային սխալի տիպաբանական օրինակը մենք ունենք այսօր ռուս-ադրբեջանական հարաբերություններում եւ նմանատիպ բիզնեսի հիման վրա դիցուկ Ադրբեջանին զենքի վաճառքը վաղը կարող է հանգեցնել նրան, որ այդ նույն զենքից կրակարծակեն Ռուսաստանի դեմ եւ ես սա կարծում եմ, որ լուրջ առիթ է եւ լուրջ պատրվակ, նաեւ լուրջ հնարավորություն ռուսական քաղաքական վերնախավին ճշգրտելու իր դիրքորոշումները ընդհանրապես դաշնակիցների առումով։ Տեսակ ռուսները Թուրքիայի դեմ Օսմանյան կայսրության դեմ բազմաթիվ պատերազմներ մղելով իրականության մեջ այսօր ունեն ընդամենը մեկ դաշնակից, լիարժեք դաշնակից, դա Հայաստանի Հանրապետությունն է, որը նաև որպես տարածք, որպես հայաբնակ տարածք ձևավորվել է, լինենք անկեղծ նաև ռուսական կայսրության օժանդակությամբ, վատ կողմերն էլ կան, դրական կողմերն էլ կան, եւ ասենք Բալկաններում կիսադաշնակից իդեմս Սերբիայի։ Մյուս բոլոր դաշնակիցները կամ ռուսական զենքի օգնությամբ պետականություն ստեղծած ժողովուրդները, այդ թվում բուլղարացիները, այսօր Ռուսաստանի հանդեպ չունեն դաշնակցային վերաբերմունք։ Հիմա այս համատեքստում միակ դաշնակցի եւ բացառիկ դաշնակցի հզորացումը այսօր Կովկասում, հարավային Կովկասում, դա պետք է միանշանակորեն գիտակցվի որպես ռուսական պետության դիրքերի հզորացում ոչ միայն հարավային Կովկասում, այլ նաև Մերձավոր Արևելքում ընդհանրապես։ Եթե ռուսական քաղաքական ռազմաքաղաքական վերնախավը հսկայական ճիգ եւ ջանք է գործադրում Սիրիայում ունենալու նման մի հենակետ, նման մի կարևորագույն դաշնակցային օբյեկտ, ապա նմանը արդեն իդեմս Հայաստանի հարավային Կովկասում կա եւ անմտություն կլինի սրանից հետո հավասարության նժար դնել Հայաստանի Հանրապետությունը ասելիս նկատի ունեմ նաեւ Արցախը եւ դիցուկ Ադրբեջանի կամ չգիտեմ Թուրքիայի կամ որևէ այլ երկրի միջև։ Հետևաբար այստեղ նաեւ ռուսական կողմի համար ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ եւ այս իրավիճակի հիման վրա հաշվի առնելով թե պատմական փորձը, թե ներկան, նաեւ մեր դիվանագիտական ջանքերի որոշակի լարումով այս խնդիրը պետք է հստակորեն արծարծվի, ամրագրվի եւ դառնա քաղաքական ուղեգծի բաղկացուցիչ մաս ըստ իս։ Հիմա տեսեք, ես արդեն ասացի, որ մեր էլեկտրոնային եւ տպագիր մամուլը հեղեղված է այսպես պաթետիկ, իդիլիկ sense բաներով, բայց գուցե տարօրինակ չի, որ նաեւ ռուսական լրատվամիջոցներ են այս տեսակ վերնագրերով բաներ դնում եւ ռուսական քաղաքական ու պետական գործիչներ, եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե ինչ ասեմ, այդ միջին օղակի կուսակցությունների ղեկավարներ, падգամավորներ, չգիտեմ, անդադ նորից արծարծում են թեման, բայց նույնքան կարևոր է նաև հակառակ կողմից, ասենք թուրքական կողմից, թվում էր թե թուրքերը այսպես ժողովուրդ սիրում ասել ետ են նահանջում արդեն, փորձում են մի քիչ շատ սրել հարաբերությունները, բայց հենց այդ օրերին նաև այդպես մեսիջով հասկացնում են, որ անմիջական կարծես թե ես գոնե այդպես եմ ընկալում, որ առաջին հարվածը լինելու է քո դաշնակից Հայաստանի։ Դավութօղլուն խոսում է Ադրբեջանի, չգիտեմ, միշտ են ասել, որ բանը իրենք օժանդակում են Ադրբեջանին, բայց որ այդպես բացայտ հայտարարեն, որ ռազմական լուծման, պարագայում իրենք կօգնեն, որ Ադրբեջանը ազատ ագրի այս հողերը, նույն անում է նաև արտգործնախարարը Ադրբեջանի։ Ինչ է կարծում սա ուղղակի այդպես ռուսական ռուսներին այս բախումը դեպի Հայաստան տանելու միտում է, այդպես թուլացնելու ռուսների հետ այս իրենց լարվածությունն ու շիկացումը, թե նաև ուղղակի քաղաքական կուրս է, որ ուզում են անել եւ այս պարագայում ինչպիսի դիրքորոշում ունի Ադրբեջանը, ինչպիսի կեցվածք են դրսևորում Ադրբեջանի իշխանությունները այս ռուս-թուրքական շիկացած այս պահին։ Դե հիմա խորքի մեջ բարձ է, որ այստեղ կա թուրքական 3 պետություն, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն է, մենք բարձ պետք է խոսենք, Ադրբեջանի թուրքական պետությունն է, ինչ ուզում եմ ասեն հիմա ադրբեջանցի են եւ Թուրքիան ինքն է։
Հիմա սա մի բլոկ է առաջին հերթին։ Ես օրինակ դժվարանում եմ ասել, ՆԱՏՕ-ն նրա հետ կլինի թե չէ։ Որտեւ ես կարծում եմ նրանք այդ դեմ քշեցին կողք են կանգնել, որտեւ միջուկային տերության հետ կատականելը որն էլ լինի, այն չի։ Պարզ չի որ ով էլ լինի կիրառելու այդ զենքի հնարավորությունը, ո բանով չի։ Հիմա սրա մեջ կա նաեւ երկրորդ բանը, որ ուզում եմ ոչ խանդավառվում ենք, այսպես ինչպես բան ոչ էլ պեսիմիզմի գիրկն ենք ընկնում։ Մենք պետականություն ենք այս պարագայում, պիտի այդ փաստը օգտագործենք առավելագույն չափով։ Եվ հիմա այդ քանի որ օգտագործում ենք, մեր պահանջը պետք է լինի, եղբայր, դու մեզ օժանդակի այդ Արցախի ստատուս քվոյի խաղը հեքիաթը վերջանա։ Սա մեկ։ Երկրորդը դրա մեջ եմ ասում։ Նախիջևանում թուրքական զորաբանակ կա, Ադրբեջանի մասին չի խոսքը։ Դուք Թուրքիայի հետ միասին պրոտեկտորատի, ուրեմն խնամակալության խնամակալներից երկրորդն եք։ Դուք պիտի մեզ օգնեք եւ դուք պահանջեք, որ այդ զորախումբը դուրս գա։ Հիմա դրանք գումարած տեսնենք Թուրքիայի պատկերը, որ ես կարծում եմ որ իրենց ուրեմն արևմուտքի այսպես տված ուրեմն նշաններով գերագնահատեցին իրենց հնարավորությունները, նախ այդ տնտեսությունը չեն, նախ այդ ռազմական ուժը չեն, հետո մի ինքնաթիռ խփելով բան է բարձում։ Ուրեմն սա շրջափակված երկիր է։ Տեսեք որտեղ է։ Ղրիմում Ռուսաստանն է, Սևծովում, այսինքն Սևաստապոլով Ռուսաստանի վերահսկողությունը վերահաստատվել է։ Ես խանդավառության տեսակետ չունեմ։ Արևմուտքում Հունաստանն ու Կիպրոսն են, սրանք ուզեն չուզեն, ՆԱՏՕ-ն էստեղ կզսպի, բայց բոլոր դեպքերում սրանք հակաթուրքական ուժ են, իշքան ազատ կլինեն իրենց կերևա ժամանակին։ Հարավում Սիրիայում Ռուսաստանն է եւ ալևիների ուժեղ իշխանությունը իրենց լավ հայրենասև եւ ուժեղ առաջնորդով։ Սա նոր ֆիգուրա է մեր ցավոք միջին արևելքում։ Սա ինչ ուզում եք ասեք, մեկին դուր կգա չի գա, Ասադն է, որը դառնում է ըստեյության արաբական աշխարհի լիդերներից մեկը եւ միջազգային խաղացող է։ Արևելքում էլ Հայաստանն է։ Կողքին Իրանն է, քրդերն են եւ այստեղ նաեւ Իրանն է։ Այսինքն Թուրքիան ինքը շրջափակված, ես կարող եմ ասել, պայմանական իմաստով Գորշկայլը վանդագի մեջ է։ Դրանից էլ նա ինչ է փորձել, ինչպես մինում է այդպես անընդհատ կոնֆլիկտի զոնան մեծացնել, կոնֆլիկտի մեջ ներկայացնել։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչի են դրեց վանդակի մեջ Գորշգայլը։ Նկատի ունեմ, տեսեք, երկու տեսակետ կա։ Պուտինը հայտարարում է կարծես թե, եթե ոչ բաց տեքստով, հա, գոնե հայտարարում է, որ սա առանց բանը ՆԱՏՕ-ի կամ գոնե Միացյալ Նահանգների, գոնե առանց Պենտագոնի թույլտվության այդ ինքնաթիռը չէր խփի, որտեղ ասում է, թե մենք անընդհատ նավոտկա ենք տալիս ամերիկացիներին, թե մեր ինքնաթիռը ուր է գնում, որպեսզի այդպես ինչ-որ բաներ չլինեն, կոնֆլիկտային իրավիճակներ։ Ինչ է կարծում սա իսկապես, բայց ուզեի նաև Ադրբեջանի բան ասեմ, թող ասի, որովհետեւ միտքը ես ավարտած դեմ։ Ես ասում եմ, կրկնում եմ հետեւյալը. փորձեցին Ուկրաինայով Ռուսաստանին զսպել, բան չստացվեց, փշրվեց, դա ատամները կորցրած պետությունը։ Հիմա առաջ մղեցին Թուրքիան որպես թե իրենց մարտական ուժը։ Այս այն դեպքն է, որ Ռուսաստանի ռազմական ուժը նկատի ունենալով գերմանացիներին, լեհերին, դրանք ռուսական շարասյուների տանկային մասի, որ հիշում են, մղձավանջի մեջ են ընկնում։ Եվ այդպես էլ կա։ Դրա համար մեջքին թփթփացրին, առաջ քշեցին, իսկ թվում արդեն փախել են։ Հիմա դրանք իրար հետ արդեն կարգավոր են։ Պարոն Օսկանովիչ, խոսքը ասեմ, որ կա նաև տեսակետ, որ պարզապես Թուրքիան այնքան ինքնագլուխ մի բան արեց, որ հարվածի տակ դրեց, մեր բառով ասած քաշեց նաև արևմուտքի։ Նա փորձում է նրանց ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Լավ, հիմա Ադրբեջանի դերին կան եւ ձեր կարծիքով իսկապես սա թուրքերի կողմից ինքնուրույն քայլեր, թե իր գործընկերների կողմից հրաժարված։ Գիտեք, դատելով, ասենք, Ռուսաստանի նախագահի ելույթներից, նույն ձեր ասած մեղադրանքի, ենթատեքստային մեղադրանքը ուղղված ԱՄՆ-ին կարող է լինել նաեւ սակարկության հնարավորության քայլ։ Այսինքն դու ավելի բարձր ես վերցնում եւ դրա միջոցով փորձում է ստիպել Վաշինգտոնին որոշակիորեն ձգել սանձերը Էրդողանի կառավարության նկատմամբ, այսինքն այնքան էլ միանշանակ ես չէի փորձի դա գնահատել, միգուցե կա դիվանագիտական նաև խաղի նման մոտեցում, ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվում ինչպիսի դիրքորոշմամբ հանդես գալ եւ մի կարևոր հանգամանք էլ կա, հիմա Ադրբեջանը կոնկրետ զբաղված է ներքին խնդիրներով, գիտենք այդ Նարդարանի դեպքերը, շիա հավատացյալների հանդեպ ճնշումները, բախումները, որ տեղի ունեցան, ընդհանուր առմամբ կարճ ասած Ադրբեջանը դեռևս դիրքորոշում չի կարողանում որդեգրել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար Թուրքիան մտերիմ, բարեկամական, դաշնակցական
եւ լավ նշած իմ գործընկերը, նույնիսկ մի երկիր է, իրենք այդ բանաձևն են տալիս, չէ, մի ժողովուրդ երկու երկրում եւ այլն, ինչևից է, այս առումով Ադրբեջանը դեռևս խուսանավում է, բայց կա հետաքրքիր բան, եթե դուք նայում եք ռուսական արձագանքները, տեսեք այս հատկապես ապրանքային էմբարգոյի կիրառման առումով, անընդհատ շեշտվում է, չգիտեմ, լոլիկը եւ վարունգը մենք կապահովենք Ադրբեջանից, այսինքն կարծես թե դաս չի լինում նույն Թուրքիայի այդ լոլիկային կամ վարունգային քաղաքականությունը։ Իրականության մեջ կրկնում եմ, ռուսական կողմը հստակ վերանայելու իր քաղաքական ուղեգիծը հստակեցնելու խնդիր ունի եւ պետք է դա նաեւ իրականացվի ադրբեջանական հանրապետության նկատմամբ։ Հակառակ դեպքում նույն այդ վարունգային կամ լոլիկային քաղաքականության հետևանքով մենք կունենանք գրեթե նույնական իրավիճակ։ Այս առումով ես կարծում եմ, որ պետք չի սպասել, որ ռուսական կողմը բացահայտորեն կարող է դա հայտարարել, բայց գործողությունների մակարդակով դա կարող է ցույց տալ։ Ասենք տեսեք այդ նույն զորքերի իբր Հայաստան տեղափոխման մասին չճշտված անշուշտ լրատվությունը, դժվար է ասել դա այս մեր խանդավառության պատասխանն է, թե մեկ այլ լրատվական արտահոսք է, թե իրականում նման բան կա, բայց ակնհայտ է, որ Հայաստանի օդային տարածքը ունի լրացուցիչ պաշտպանության կարիք, ընդ որում լրացուցիչ պաշտպանություն, որոնք ի վիճակի են իրականացնելու մեր զինված ուժերը համապատասխան զինատեսակների արկայության դեպքում, եւ ես կարծում եմ ամենևին պետք չի դա հայտարարել եւ կարիքը չկա, ռուսական կողմը, եթե մի օրվա ընթացքում կարողանում է S-400-ով ապահովել Սիրիայի տարածքը, ապա կարծում եմ կես օրվա ընթացքով հնարավոր կլինի դա անել Հայաստանի պարագայում, կրկնեմ առանց թմկահարելու այդ փաստը։ Լավ, պարոն Ոսկանյան, այսօր ես ձեր Facebook-յան մի գրառումը կարդացի, հենց այդ մասին, որ քիչ առաջ ասեցիք, այդ կրոնական բախումը, հա, սունների եւ շիաների միջև։ Ես կարծում եմ, թե Ադրբեջանում մեծամասնությունը շիաներ են, սխալվել է միջև հիմա։ Թե փոքրամասնությունը կարողանում է այդպես։ Իրականության մեջ Ադրբեջանը իրեն միջազգային ասպարեզում շատ հաճախ ցույց է տալիս որպես իսլամական պետություն, փորձելով այդ իսլամական համերաշխության գործոնը օգտագործել ի վնաս մեզ արցախյան հակամարտությանը նաև երբեմն հաղորդելու համար կրոնական երանգ։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ շիայական համարվող պետությունը ոչ միայն գիտեք ժամանակին Ադրբեջանը միակ իսլամական պետությունն էր, որտեղ արգելված էր բարձրաձայն աղոթքի կոչը, ազանը, հիմա շիա հավատացյալներին այն էլ այնպիսի կարևոր շիաների համար իրադարձության շրջանակներում, ինչպիսին Իմամ Հուսեյնի 40-ի Արբայինի այդ գործընթացն է, այդ ընթացքում կիրառում է բիրտ ուժ, ռեպրեսիվ մեխանիզմ, կան սպանվածներ, վիրավորներ եւ այլն, եւ դրան գումարած նույնիսկ Կովկասի այդ մահմեդականների վարչություն կոչված Ստալինյան կառույցի ղեկավարը հայտարարում է, թե իրական նահատակները կամ մարտիրոսները ոստիկաններն են։ Եվ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում նույնիսկ ավանդական իսլամական ուղղության ներկայացուցիչների հանդեպ կան բռնաճնշումներ, ուր մնաց թե շատ դեպքերում խոսվում է, չգիտեմ, քրիստոնեական համայնքների հանդուրժողականության պայմաններում գոյության մասին եւ այլն, այսինքն այդ առասպելը, որը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր ստեղծել եւ օգտագործել առաջին հերթին մեր դեմ, հետո Իրանի դեմ, կամ ընդհակառակը Իրանի դեմ, հետո մեր դեմ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հանդուրժողական երկիր չէ, այլև ճնշում է, պատկերավոր ասեմ ձեզ դիցուկ, եթե ասենք օրինակ Իտալիայում ճնշվի կաթոլիցիզմը, պատկերացնում եք աբսուրդի հասնող բան։ Հիմա Ադրբեջանում ճնշվում է շիայականություն։ Ես մի բան ասեմ հակասություն, այստեղ մի հակասություն կա, որը էլիտային է, էլիտաների մեջ է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի էլիտան երկակի ուղղվածություն ունի։ Մեկը թրքամետ է, երկիրը շիա վերցնենք, այսպես։ Մյուսը ինձ թվում է ռուսների այդ բարունգայինի մեջ մի թույլ անիրական երևի հիմա եւ խախուտ հիմքի վրա է, դե Ալիևը խորհրդային ԿԳԲ-ի խոշոր գեներալներից մեկն է, չէ՞։ Սրանք հավանաբար այս բանին ԿԳԲ-շնիկի տղային, որ հավաքագրել են, հույս ունեմ, որ
ուրեմն նրա միջոցով կկարողանան այդ Իրան Ադրբեջանի չեզոքությունը կամ լոյալությունը պահել։ Բայց մի բան եմ ուզում ասել, ինչքան որ ես եմ նայել, թուրքական մենտալիտետի մեջ, քրդական մենտալիտետի մեջ սրբություններ գոյություն չունեն, սրանք ռուսներին քցելու են, եթե այդ հույսը ունեն եւ վստահ են որ կունենան, հնարավոր չի։ Ուրեմն դաստիարակել են, սովորել են հայրը հետը եւ այլն։ Այդպես էլ Քեմալը գցեց իրենց էլ մի քիչ, այդպես ասենք, եթե դա իսկ որ էլիտան թրքամետ է, հասկացած չկա։ Սա ստեղծում է Ադրբեջանի համար ներքին հակասական վիճակ եւ մեր ռուս գործընկերների մենք պետք է իհարկե մենք իրենց չենք սովորեցնելու, բայց իրենցից օրինակ այո, ուշադիր եղեք այս փաստի վրա, դա չի կարող կայունություն ապահովել, իսկ մեր խնդիրը մեկն է, մեր իշխանությունը նախագահից հստակ տեսակետ պետք ունենան։ Բավարարեք այսօր Կովկասում մեր ազգային անվտանգության շահերը։ Հիմա եթե չուզեն, երբ են ուզելու։ Եթե չուզեցին, չեն տա, չէ՞։ Ես օրինակ նույնիսկ կասեմ, կասեք ավանտյուրիստական բան։ Մեր բանակը ամբողջ հորադիզից մինչև վերջին կետը պիտի ակտիվանա Ադրբեջանի ուղղությամբ։ Պիտի ակտիվանա եւ բոլոր հարցերը լուծի այսօր։ Գիտեմ, ես դրան պատրաստ չեմ հիմա ասել ճիշտ կամ սխալ, որովհետեւ ես փորձագետ եմ ասում, բայց վերջին հարցը, որի մասին կուզեինք խոսել, կա որևէ նշան, հայտարարություն, այդպես կեսվածքի դրսևորում Թեհրանից։ Այս ռուս-թուրքական այս շիկացած հարաբերություններին։ Թեհրանի պաշտոնական արձագանքը, այսպես ասեմ, հավասարակշիռ արձագանք էր, բայց հստակ շեշտադրումներով առայն որ իրավիճակը լարելու պատասխանատվությունը Թուրքիայի վրա է եւ ընդհանրապես ասեմ ձեզ Թեհրանի դիվանագիտության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ հռետորաբանությունը գրեթե մշտապես խիստ չափավոր է, եթե հաշվի առնենք ներկայիս նախագահի Ռուհանիի վերցրած քաղաքական ուղեգիծը, բայց իրական գործողությունների դաշտում ակնհայտ է, որ Թեհրանը միանշանակորեն սատարում է Ռուսաստանին եւ իրականում Սիրիայում ձևավորվել է նաեւ Իրաքում։ Դա էլ պետք է անընդհատ շեշտվի, ռուս-իրանա-իրաքյան որոշակի դաշինք նույնիսկ Իրաքի ինչ որ առումով ամերիկամետ համարվող կառավարության նաեւ միջև եւ բնական է, որ Թեհրանը իմիջայլոց ի տարբերություն Ռուսաստանի հռետորաբանության մակարդակով միգուցե Թուրքիայի հետ պահում է չափավոր մակարդակ հարաբերությունների, բայց երբևիցե չի մոռանում այն պատմական մրցակցությունը կամ թշնամանքը, եղել է թշնաման, գիտեք, բազմաթիվ պատերազմներ եւ Իրано-Օսմանյան այդ պատերազմները արյունահեղ պատերազմներ, դա Իրանի կողմից չի մոռացվել, առավել եւս եթե հաշվի առնենք, որ Իրանը այսօր նաեւ գաղափարախոսական պետություն է, ընդ որում գաղափարախոսություն, որի համար մեկ թերևս թշնամին իսլամական պետություն հորդորվող այդ ահաբեկչական կառույցից հետո թուրքական նաեւ նեոօսմանիզմն է կամ այսպես ասենք այդ մահմեդական եղբայրների ինչ որ տարատեսակը, որը ներկայիս Թուրքիայում է։ Դեպի Պուտինին ստվում է թիկունքն ապահովեց Ռոհանիի հետ հանդիպելուց հետո։ Այդ ինչ էին խոսում, ինչ էին հանդիպում այս մի քանի օր առաջ, չէ՞։ Իրար հետ, այսինքն պարզ է, որ եթե նա գործողության մեջ ազատ է, այս բարակայով, այսօր Կովկասում եւ Իրանում հաստատ ազատ է։ Այսօր մենք այստեղ մեզ մնում է մի քիչ մտածել։ Այս զրույցի ես չեմ սխալվում, չէ՞, եթե ասեմ, որ իսկապես պետք է այդպես հորթային խանդավառությամբ պետությունը դե աշխատի։ Բայց նաեւ այդպես չարժե նաեւ վատատեսության գիրք ընկնել։ Ցանկացած իրավիճակ ունի դրական օգուտներ քաղելու եւ կարող են իսկապես նաեւ բան մեզ շատ լուրջ մարտահրավերներ նետվել։ Ինչ ասեմ, Աստված չանի, որ իսկապես նաեւ մարտական գործողությունների մեջ մենք ներքաշվենք, բայց նույնիսկ դրանից պիտի փորձենք այդպես շահած դուրս գալ եւ ոչ թե ամեն անգամապես այդպես խեղճացած ու ավելի կարացած։ Շնորհակալ եմ ես հանդիպան համար եւ այս զրույցի։